Անուղոր և որդվո և ոգույն սրտվո ամեն։ Քրիստոս արյավի մերելոց։ Քրիստոս արյավի մերելոց։ Քրիստոս արյավի մերելոց։ Ձեզ և մեզ մեծ արյավ։ Սիրելի հոգևոր քույրեր և եղբայրներ, սիրելի հավատակից ներկաներ, մենք ինանց քաղցր շրջանի մեջ ենք, երբ յուրաքանչյուր ինանց շրջանի իրակի, ինչպես որ մեծ պատի յուրաքանչյուր իրակի իր անվանումը ունի։ Բայց այսօր մեր Սուրբ եկեղեցին տոնում է մի հրաշալի տոն, խաչին նվիրված 4 տոներից առաջինը, որովհետև մեր Սուրբ եկեղեցին խաչին նվիրված 4 տոն ունի։ Տոներից 3-ը համաքրիստոնեական եկեղեցիները տոնախմբում են, ուղղափառ քրիստոնեական բոլոր եկեղեցիները, Երևան Սուրբ խաչի, Յուրտ խաչի և խաչվերածի տոները, միայն մեկ տոն, որը միայն հայերիս է պատշաճում և տոնախմբում են միայն հայերս, Վարադասուրբ խաչի տոնը։ Եվ այսօր սիրելիներ, մեր Սուրբ եկեղեցին տոնախմբում է Երևան Սուրբ խաչի տոնը, երբ 351 թվականի մայիսի 7-ին Պենտեկոստեի տոնի օրերին խաչի նշանը 3 ժամ շարունակ անդադար Երուսաղեմի երկնքում երևաց։ Եվ ոչ թե տեսավ այս նշանը, այս զարմանահրաշ հրաշքը տեսավ 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի և կարծես թե կարող ենք մտածել, որ խաբկանք էր, որ մարդկանց աչքերին երևաց, այլ ամբողջ Երուսաղեմը տեսավ և ողջ Երուսաղեմի բնակիչները տեսնելով խաչի սուրբ նշանը երկնքում պարզ ակներև կերպով տեսնելով այս նշանը մտածում են, որ մարդու որդու երկրորդ գալուստն է, չէ որ Տերն ասում է երկրորդ գալուստի ժամանակ մարդու որդու նշանը կերևա։ Եվ տեսնելով այս նշանը վախ են ապրում, ներքին տագնապ են ապրում և կարծես բոլորը հաղթում են մոտակա եկեղեցիները ապաշխարելու, մոտակա եկեղեցիները դարձի գալու և ասում է շատերը դարձի եկան և Քրիստոսին նվիրեցին իրենց անձերը։ Ուրեմն, սիրելիներ, խաչի նշանը երևում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը 3 կիլոմետր մոտ տարածությամբ ձգվում էր խաչի նշանը։ Գողգոթայից մինչև այն վայրը, Ձիթենյաց այն վայրը, որտեղից Հիսուս համբարձվեց երկինք։ Եվ այս հրաշքը, սիրելիներ, ժամանակի Երուսաղեմի պատրիարքին, որ յուրեղ երուսաղեմացին էր, հնարավորություն է տալիս, որպեսզի այս հրաշքի մասին իրուր աշխարհի և նաև հատկապես այդ ժամանակ Կոստանդին II թագավորին իրազեկի և մի նամակ է գրում իրեն։ Եվ այդ նամակը մինչև օրս պահպանվել է։ Եվ այդ նամակը մենք հաջող պատարագների ընթացքում Երևան Սուրբ խաչի տոնին ընթերցում ենք, թե յուրեղ Երուսաղեմացին օրվա պատրիարքը նամակով ինչպես է տեղեկացրել Երևան Սուրբ խաչի մասին Կոստանդին II թագավորին, Կոստանդիանոսի որդուն։ Մենք հիշում ենք, որ Կոստանդիանոսի ժամանակ խաչի գյուտը գտնվեց Տիրոջ խաչապայտի մասունքը և իր որդու ժամանակ, արդեն Կոստանդին II-ի ժամանակ խաչի նշանը երևաց երկնքում։ Եվ յուրեղ երուսաղեմացին նամակի մեջ գրում է մեծն արքային, ասում է պատեր և պատշաճ համարեցի, որպեսզի այս մասին, այս հրաշքի մասին տեղեկացնեմ ձեզ մեծն արքա, որպեսզի դուք ձեր հավատքի մեջ ամրանաք և ժամանակի մեջ, քանի որ արիոսականությունը տարածվում է և այս հերձվածը շատ մեծ տարածում էր գտել, յուրեղ երուսաղեմացին նամակով խնդրում է և քաջալերում է, որպեսզի տեղի և տուրք չտա արիոսականության այս հերձվածի Կոստանդին II-ին։ Եվ խնդրում է, որ իր հավատքի մեջ ամրանա այս հրաշքը
Խաչի այս նշանը, որ երևացել է, ինքն է իր ամենքին ազնարարի այս հրաշքի մասին։ Սիրելիներ, խաչը քրիստոնյաներիս համար պարծենալու նշան է։ Մենք հոգևորականներս մեր ձեռքին մշտապես Տիրոջ խաչը ունենք եւ ամեն աղոթք, որ կատարում ենք, խաչի նշանով ենք կատարում։ Մեր պարանոցին լանջին մշտապես կախված է Տիրոջ խաչը եւ մեր լանջին մենք կրում ենք Տիրոջ խաչի նշանը եւ նաեւ Տիրոջ խաչի լուծն ենք կրում, չէ՞ որ Տերն ասում է, եթե ուզում եք գալ իմ հետևից, ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը եւ եկեք իմ հետևից։ Յուրաքանչյուր մարդուս տրված խաչը եւ իր խաչի ճանապարհը տարբեր է։ Ամեն մեկս էլ ունենք մեր խաչի ճանապարհը։ Ամեն մեկս էլ ունենք մեր կյանքում մեզ հասած դժվարություններն ու փորձությունները։ Մեզ պատուհասված դժվարություններ, փորձություններ, որ հաճախ մեզ համար պատճառ են դառնում հուսահատության, տագնապի ու վախի, հաճախ երբեմն ուրանալու մեր հավատքը, հաճախ երբեմն ուրանալու մեր Աստծուն։ Ուրեմն այդ վաղ շրջանում, երբ քրիստոնեությունը նոր տարածում էր գտել, քրիստոնյաներին հազարավորներով տանում էին եւ նահատակում էին իրենց հավատքի համար։ Ոմանք ճանապարհին նահատակության պարզապես չէին կարողանում դիմանալ այդ ցավին, այդ դժվարությանը, այդ գործությանը եւ ուրանում էին Քրիստոսին, ուրանում էին իրենց հավատքը։ Ոմանք մինչև վերջ նահատակության պսակին էին արժանանում, բայց իրենց շուրթերին մշտապես Քրիստոսի անունն ունեին եւ երբեք չէին ուրանում մեր Տիրոջը։ Անգամ այդ խաչի ճանապարհը, այդ նահատակության ճանապարհը, այդ դժվար ճանապարհը, պատկերացնում եք, առյուծի երախն էին նետում, կրակի մեջ էին նետում, վառվելով, մոխրանում էին, բայց առաջին քրիստոնյաները չէին երբեմն ուրանում Քրիստոսի եւ իր հավատքը։ Շատերը նաեւ ընկրկում էին եւ ուրանում էին։ Այսօր էլ սիրելիներ, մենք յուրաքանչյուրս անցնում ենք մեր խաչի ճանապարհը։ Հաճախ դժգոհում ենք, հաճախ տարուբերվում ենք, հաճախ սասանվում է մեր հավատքը, հաճախ մտածում ենք լավ ինչի համար այս շատ պիտի տանջանք ու տառապանք կրեն, ինչպես որ հավատացյալներից մեկը ինձ ասեց, ինչ ա թե երկնքում դրա համար ինձ վարձահատուց պիտի լինի։ Այսօր պիտի ամեն օր ես տանջանք, հիվանդություն, շալակեմ իմ վրա կրեմ այս ամեն ինչ այս գործությունները, ինչ ա թե երկնքում իմ վարձը ես պիտի գտնեմ։ Շատերս այո տրտնջում ենք, շատերս Աստծու դեմ ենք կանգնում ընդվզում, շատերս չեն կարողանում մեզ հասած, բաժին ասած գործություններն ու դժվարությունները տանենք։ Բայց չէ որ սիրելիներ այսօր խաչի նշանը երևաց Գողգոթայից մինչև համբարձման Ձիթենյաց լեռը։ Երևաց չարչարանած խաչերության վայրից մինչև փառքի վայրը, մինչև Տիրոջ մոտ բարձրանալու վայրը։ Ուրեմն կյանքն այսպիսին է։ Կյանքը փորձություններով եւ դժվարություններով եւ խաչի ճանապարհով լի է։ Գողգոթայից մինչև Ձիթենյաց։ Եթե այս ժամանակաշրջանը Գողգոթայից մինչև Ձիթենյաց ընկած եւ այս հեռավորությունը մենք կարողանում ենք պատվով հաղթահարել, կարողանում ենք ճուրանալ Քրիստոսին, կարողանում ենք այս դժվարությունները տանել, մի օր այդ լույսը պիտի գա մեզ ընդառաջ, չէ՞ որ այսօր ընթերցվածի մեջ ասում է լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին եւ դարձյալ ավելի սիրեցին։ Ուրեմն խաչի ճանապարհին, եթե մենք դիմանում ենք, եթե մենք չենք ընկրկում, եթե չի սասանվում մեր հավատքը, այդ ճանապարհը մեզ տանում է դեպի հարություն, տանում է դեպի լույս, տանում է դեպի համբարձում մեր Տիրոջ խոստման համաձայն։ Ուրեմն այո, դժվար է կյանքը, դժվար է յուրաքանչյուրիս խաչի ճանապարհը,
Բայց այդ խաչի ճանապարհը քաղցր է, երբ որ մենք այդ ճանապարհը անցնում ենք Տիրոջով եւ Տիրոջ ներկայության մեջ։ Մի փոքրիկ պատմություն կա այն մասին, որ մի քահանա ավագ շաբաթվա ընթացքին, երբ որ գալիս է ավագ հինգշաբթի օրը, որոշում է որպես իցույց իր հավատացյալների խորանը զարդարի փշե պսակներով, խորհուրդ ունենալով Տիրոջ չարչարանած ժամանակ փշե պսակը երբ դրեցին իր գլխին եւ սկսում է խորանը զարդարել փշե պսակներով։ Եվ երբ որ անցնում են օրեր եւ արդեն ճրագալույցի սուրբ եւ անմահ պատարագը պիտի լինի, քահանան որոշում է, որ այդ օրը պիտի առավոտյան գա եկեղեցի, բացի դռները, հանի փշե պսակները եւ այդ փշե պսակների փոխարեն գեղեցիկ ճկնաղ զարդարանք դնի պատրաստվելու համար սուրբ հարության տոնի հրաշապարտ խորհրդին։ Եվ երբ տաճարի դռները բացում է, տեսնում է, որ այդ փշե պսակների արանքներից ծաղիկներ են դուրս եկել, ծաղկել է փշե պսակը։ Եվ տեսնելով այս, որոշում է, որ չպիտի հանի այս փշե պսակները եւ այս կատարված դեպքի առնչությամբ էլ պիտի կառուցի իր օրվա քարոզը, թե ինչպես փշե պսակը դժվարությունները, կյանքի փորձություններն էլ հնարավորություն ունեն ծաղկելու։ Այո, եթե մենք Աստծով ենք ասում այդ դժվարություններն ու փորձությունները, այդ փորձություններն ու դժվարությունները հնարավորություն ունեն ծաղկելու, որովհետև Քրիստոսի հարության լույսը միշտ մեզ ընդառաջ պիտի ելնի։ Սիրելիներ, Երևան Սուրբ Խաչի նշանը, Երևան Սուրբ Խաչի տոնը մեզ մի քանի կարևոր բան է սովորեցնում։ Մեր հավատքի մեջ անում մնա, անսասան մնա։ Երբեք ու երբեք չտրտնջալու մեզ բաժին հասած դժվարությունների եւ փորձությունների համար։ Ուրեմն եթե Աստված տվել է մեզ բաժին հասած փորձություն եւ դժվարություն, ուրեմն նաեւ պիտի շնորհի եւ կշնորհի կամք, ուժ, հավատք հաղթահարելու այդ փորձություններն ու դժվարությունները։ Երբեք մեզ բաժին ասած փորձություններն ու դժվարությունները մեր կարողությունից ավելին չեն։ Եվ Աստված նաև տվել է մեզ այդ կարողությունը, որպեսզի կարողանանք հավատքով հաղթահարել այդ փորձություններն ու դժվարությունները։ Ամեն մեկս կարող ենք տարբեր կերպ ընկալել մեզ բաժին հասած խաչի մասին։ Եթե փորձեմ յուրաքանչյուրիդ հարցնել ձեզ բաժին հասած խաչի ճանապարհի մասին, պիտի բոլորի ճանապարհը տարբեր լինի, մեկը մյուսից տարբերվող, բայց բոլորիս այդ ճանապարհը տանելու է մեկ նպատակի, որն է հարություն, որ այս շրջանի մեջ ենք մենք գտնվում, որն է Տիրոջ ներկայության վայելք եւ մեր հոգիների փրկություն։ Ուրեմն արժե չտրտնջալ մեզ բաժին ասած փորձություններից եւ միշտ ընդառաջ գնալ Տիրոջը եւ երբեք չուրանալ ու չսասանվել մեր հավատքի մեջ։ Մի երիտասարդ իր վանահորը դժգոհում է իրեն բաժին հասած փորձություններից եւ ասում է ինչու է ինձ այս շապ բաժին ասել փորձություններ եւ դժվարություններ։ Եվ այս վանահարը երիտասարդին կանչում է եւ ասում է. երեք աման եմ դնում գազօջախի վրա եւ երեք այս ջրամանների մեջ լցնում եմ տարբեր բաներ ջրերի մեջ։ Առաջինի մեջ լցնում է գազար, երկրորդի մեջ լցնում է հավկիթ եւ երրորդի մեջ լցնում է սուրճի հատիկներ։ Եվ երբ որ ջուրը եռում է եւ արդեն երման աստիճան է ստանում, գազարը կարծրությունից սկսում է փափկել։ Հավկիթը իր փափուկ վիճակից սկսում է կարծրանալ եւ սուրճի հատիկները սկսում են լուծվել ջրի հետ եւ անուշահոտություն տարածել ընտանիքի մեջ, այդ տան մեջ։ Եվ այս կերպ բացատրում է վանահայրը երիտասարդին, ասում է տեսնում ես, այս գազարը կարծր է, բայց Տիրոջ ներկայությամբ այդ փորձությունների դեմ չտրտնջալով եւ այդ փորձությունները Աստծու հետ հաղթահարելով փափկեց գազարը եւ փափուկ տեսք ստացավ։ Իսկ հավկիթը, որը փափուկ էր, այդ փորձություններից եւ դժվարություններից կարծրացավ, սիրտը կարծրացավ եւ Աստծուն հեռացրեց իրենց։ Իսկ այն սուրճի հատիկները, որոնք լուծվեցին եւ սկսեցին անուշահոտություն տարածել, դա այն քրիստոնյաներն են,
որոնք այո լուծվում են, թեկուզ եւ այդ փորձությունները, դժվարությունները կան իրենց կյանքում, բայց իրենք հաղթահարում են, լուծվում են եւ սկսում են անուշահոտություն տարածել իրենց հավատքով եւ գործով իրենց շրջապատի մեջ։ Ես կուզեմ, որ մենք լինենք սուրճի հատիկների պես քրիստոնյաներ, որ կարողանանք մեզ բաժին ասած փորձությունները, դժվարությունները տանելով, քիչ չէ, խաչի նշանը նաեւ սիրո ճանապարհ է, սիրելիներ, սիրենք ու ծառայենք մեր դիմացին։ Եվ այս դեպքում միայն կարող ենք մենք իրապես արժանի դառնալ Տիրոջ արքայության։ Տիրոջ սերը, ողորմությունը եւ օրհնությունը լինի ամենքիս հետ այժմ եւ ավետյան աստարոց։